Այսօր միասին կմշակենք 8 բիթային ռեգիստր։ Նախ սահմանենք, թե ինչ է ռեգիստրը իրենից ներկայացնում։ Ինչպես գիտենք, CPU-ն, կենտրոնական պրոցեսորը, ունի փոքրիկ հիշողության չիպեր իրեն ներդրված, որոնց էլ հենց անվանում ենք ռեգիստրներ։ Գոյություն ունեն տարբեր նշանակության ռեգիստրներ, այսպես ասած, կան ընդհանուր նշանակության ռեգիստրներ, կան ռեգիստրներ, որոնք հատուկ ինչ-որ իմաստ ունեն, օրինակ stack pointer-ը եւ այլն։ Ամեն դեպքում սրանք փոքրիկ հիշողության տարածքներ են, որոնք CPU-ն օգտագործում է այս կամ այն արժեքը տեղակայելու համար։ Որպեսզի ամեն ինչ բաց լինի, պատկերացրեք, որ որևէ ծրագրավորման լեզվով ունեք այսպիսի ինչ-որ մի հրահանգ գրած, ենթադրենք a-ն փոփոխական է, որը 42 է, b-ն փոփոխական է, որը 10 է եւ ունեք այսպիսի ինչ-որ արտահայտություն, օրինակ print a + b։ Այսինքն ենթադրում է, որ դուք ցանկանում եք այս փոփոխականների արժեքները գումարել եւ արդյունքը ելքագրել։ Ենթադրվում է, որ հիմնական հիշողության մեջ, այսինքն RAM-ի մեջ կամ մեր ծրագրին հատկացված վիրտուալ հիշողության տարածքում այս փոփոխականները պետք է ունենան իրենց համար հատկացված տարածքները, այսինքն մենք կարող ենք ասել, որ ինչ որ մի հասցեում գտնվում է այս 42 թիվը, պայմանական մի բան այստեղ գրենք, եւ մեկ այլ ինչ որ մի հասցեում էլ գտնվում է, ասենք 10 թիվը։ Սրան էլ պայմանական այսպես անվանենք, եւ ինչ պետք է անի CPU-ն, որպեսզի կարողանա իրականացնել մեր կողմից գրած հրահանգները, այսինքն 42-ին գումարի 10։ Տրամաբանական է, որ պետք է RAM-ից կարդա համապատասխան արժեքները եւ տեղակայի ժամանակավորապես ռեգիստրների մեջ։ Հիմա այստեղ շատ կարեւոր է հասկանալ, որ մենք ունենք հատուկ կապող ուղի, որը եկեք փորձեմ ավելի ճիշտ նկարեմ։ Ու այսպես հատուկ կապող ուղի ունենք, որին անվանում ենք սովորաբար data bus, եւ data bus-ը հնարավորություն է տալիս երկկողմանի փոխանցում իրականացնել, այսինքն թե CPU-ի ռեգիստրներից մինչև RAM եւ թե RAM-ի համապատասխան հասցեից դեպի CPU-ի ռեգիստրներ։ Ինչն է հետաքրքիր, որ այս data bus-ը ըստ էության միացված է նաեւ բոլոր մեր ռեգիստրներին, եկեք փորձենք ցույց տանք ռեգիստրների թե մուտքերին, թե ելքերին, այսինքն կարող ենք համարել, որ մոտավորապես այսպես ինչ որ խճողված պատմություն ունենք եւ ինչն է հետաքրքիր, որ երբ առաջին անգամ օրինակ 42-ը կարդում ենք, տրամաբանական է, որ այդ 42-ը այստեղ data bus-ի միջոցով գալիս է եւ հասնում է օրինակ առաջին ռեգիստրին եւ այստեղ ունենք արդեն 42 թիվը։ Հաջորդ տակտում ենթադրում եմ, որ արդեն 10 թիվը տրամաբանորեն նույն ճանապարհով գալիս է եւ տեղակայվում է մեկ այլ ռեգիստրում։ Այնուհետև արդեն 42-ը եւ 10-ը փոխանցվում են CPU-ի համապատասխան կոմպոնենտին, այսինքն ALU-ին, որպեսզի վերջինս իրականացնի գումարումը եւ արդեն պատասխանը ըստ կախված հրահանգից կարող ենք որևէ ձևով իրականացնել։ Օրինակ, եթե print-ը նշանակում պետք է ըստ էության ելքագրենք եւ կարող է միգուցե մեկ այլ գործողություն լինել, օրինակ վերադարձնենք RAM եւ այլն։ Այսպիսով ռեգիստրը փոքր հիշողության տարածք է ներդրված CPU-ի մեջ եւ մենք այն օգտագործում ենք հիմնական բարձրագույն գործողությունները իրականացնելու համար։ Քանի որ նախորդ թեմաներից արդեն ծանոթ ենք D latch-ին կամ D flip-flop-ին, ապա կարող ենք ասել, որ D flip-flop-ը ըստ էության իրենից ներկայացնում է 1 բիտ հիշողություն։ Բնականաբար այն անհրաժեշտ է, որ ունենա data input-ը, այսինքն մուտքային ազդանշանը եւ clock-ը, ու ելքում էլ մեզ պայմանական այսպես Q-ով կարող ենք նշանակել հենց ելքային ազդանշանն է, այսինքն այն ինֆորմացիան, որը պահպանվել է։ Հիմա այդ օրինակ մենք ցանկանում ենք 4 բիթային ռեգիստր սարքենք, տրամաբանական է, որ այս մեր flip-flop-ը կարող ենք վերցնել եւ օրինակ դրանից 4 հատ վերցնել, այսպես հաջորդաբար միացնել իրար։ Փորձեմ այստեղ տեղակայել։ Այսինքն մենք կարող ենք վերցնել մի քանի այսպիսի flip-flop-եր եւ հաջորդաբար միացնել իրար։ Բնական է, որ այս flip-flop-երից յուրաքանչյուրը այստեղ կարգավորեմ մի փոքր, լավ փորձենք այսպես անել։ Տրամաբանական է, որ այս բոլոր flip-flop-երը ստանում են նույն clock-ի ազդանշանը, այսինքն եթե ընդունենք, որ սա մեր clock-ի ազդանշանն է, ապա տրամաբանական է, որ բոլորը ստանում են նույնը, որպեսզի տրվյալ 4 բիթային ինֆորմացիան միաժամանակ save անեն, եւ data-ի համար կարող ենք համարել, որ ունենք այսպես 4 բիթային ազդանշան եւ համապատասխան այսպես բիթերը միացնում ենք data-ի մուտքերին։
Տեսականորեն կարող ենք ասել, որ ստացանք ինչ-որ ռեգիստր, այսինքն եթե մենք պայմանական ընդունենք, որ օրինակ մեր database-ում գրված է, ասենք 1010 այս արտահայտությունը, այսինքն 10 թիվը, ապա տրամաբանական է, որ clock-ի ազդանշանի ժամանակ, իսկ flip-flop-ի դեպքում մենք հավանաբար առիթ ունեցել ենք քննարկելու, որ ուրեմն խոսքը բարձրացող, հա, կամ իջնող ազդանշաններին է վերաբերում, այսինքն մենք խոսում ենք edge triggered case-ի մասին։ Հետևաբար, երբ մեր clock-ի ազդանշանը օրինակ 0-ից տեղափոխվում է դեպի 1, ապա այդ ժամանակ մեր database-ից ռեգիստրները, այսինքն ոչ թե ռեգիստրները, այլ flip-flop-երը կարդում են համապատասխան բիթերը եւ save են անում այդ արժեքը։ Խնդիրն այն է, որ այս սխեմայով կառուցված ուրեմն մեր կոմբինացիոն հաջորդական շղթան մենք չենք կարող ռեգիստր համարել լիարժեք, որովհետև թեև մեր ռեգիստրը ըստ էության գիտի, որ պետք է կարդա այս արժեքը եւ պահպանի clock-ի համապատասխան ազդանշանի ժամանակ, սակայն չգիտի արդյոք անհրաժեշտ է պահպանել թե ոչ, այսինքն այսպես թե այնպես մենք clock-ի բարձրացող ազդանշանի ժամանակ իրականացնում ենք save, բայց արդյոք կարիք կա նոր արժեքը վերցնել թե ոչ։ Այդ պատկերացրեք, եթե օրինակ այստեղ մեզ մոտ այս 1-ը ինչ որ հանգամանքների բերումով դառնա 0, արդյոք մեր ռեգիստրը պետք է այս 0-ն վերցնի եւ նորից տեղակայի հիշողության մեջ, թե պետք է հիշի նախորդ այս 1010 արժեքը։ Հետևաբար, պարզապես 4 flip-flop-երը վերցնել եւ իրար զուգահեռ միացնել, այսինքն հաջորդակված միացնելը դեռ բավարար չէ, որպեսզի մենք ունենանք ռեգիստր։ Իրական ռեգիստրը, որը քիչ անց մենք circuit verse-ով իհարկե կմշակենք, պետք է ունենա փոքր-ինչ ավելի այլ կառուցվածք, այսինքն եթե ես սա պայմանականորեն այսպես համարեմ, որ մեր ռեգիստրն է, այն պարտադիր պետք է ունենա մուտքային ազդանշան, օրինակ 8 բիտ որևէ թիվ, տրամաբանորեն պետք է ունենա նաև ելքային ազդանշան, որը այստեղ կանվանենք սրան in, մյուսին out, սակայն շատ կարևոր է, որ մեր ռեգիստրը ունենա նաև այսպես control ազդանշաններ, ղեկավարող ազդանշաններ։ Մասնավորապես դրանցից մեկը պետք է լինի load-ը, մյուսը կանվանենք enable եւ իհարկե ստանդարտ clock։ Clock-ը դե տրամաբանորեն նույն latch-երի ու flip-flop-երին վերաբերող ազդանշանն է, որը օգնում է մենք flip-flop-երի համար սահմանենք, թե երբ պետք է նոր արժեքը ուրեմն save լինի։ Load-ը մեզ համար կլինի պայմանական ազդանշան, այսինքն մենք այն կհամարենք, որ մեզ թույլ է տալիս հասկանալ, արդյոք պետք է նոր արժեքը save անել, թե պետք է հիշել հին արժեքը։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ եթե load-ը հավասար է 1, ապա flip-flop-ը, այսինքն բոլոր ներդրված flip-flop-երը այս ռեգիստրում վերցնում են այս նոր արժեքը եւ save են անում։ Եթե load-ը 0 է, ապա մենք փորձում ենք հիշել նախորդ արժեքը։ Իսկ enable-ը մեզ համար թույլ է տալիս միացնել ելակետային ազդանշան, այսինքն ելակետային ազդանշանը ինչու ենք միացնում, որպեսզի այն մշտապես ակտիվ չլինի։ Պատկերացրեք, եթե օրինակ մենք ունենք ոչ թե մեկ ռեգիստր, այլ մի քանի ռեգիստրներ, ես փորձեմ կոնկրետ իրավիճակ ցույց տալ, որպեսզի ավելի պարզ լինի։ Այսինքն պայմանական ընդունենք, որ սա մեր ռեգիստրն է, այսպես ես մի փոքր ավելի լավ նկարեմ։ Կարծես թե չի ստացվում։ Ուրեմն սա պարզապես կանվանեմ register եւ ենթադրենք մենք ունենք ոչ թե մի հատ այս register-ից, մենք ամբողջական փորձենք copy անել, այլ օրինակ 4 հատ ունենք։ Հիմա եթե մենք ունենք 4 այսպիսի register, միևնույնն է, սրանք բոլորը տեսականորեն միացված են նույն ուրեմն database-ին։ Այսինքն թե մուտքերը, թե ելքերը, եկեք պայմանական այսպես ցույց տամ։ Ուրեմն թե մուտքերը, թե ելքերը միացված են նույն database-ին։ Սա նշանակում է, եթե մեր ռեգիստրներից յուրաքանչյուրի համար մենք չունենանք load եւ enable ազդանշաններ, ապա դժվար կլինի որոշել, թե որ ռեգիստրն է կարդում։ Այդ պատկերացրեք, ենթադրենք նույն խնդրին վերադառնանք, A-ն մեզ մոտ 42 է, B-ն մեզ մոտ 10 է եւ մենք ցանկանում ենք էկրանին տպել A + B-ն։ Երբ database-ով, օրինակ ընդունենք, որ սա RAM-ն էր, RAM-ից 42 թիվը օրինակ եկավ, 4 ռեգիստրներն էլ պատրաստ են այդ 42-ը վերցնել եւ պահպանել։ Սակայն մենք իրականացնենք, այսինքն save կլինի միայն այն ռեգիստրում, որի համար load-ը կլինի 1։ Մյուս կողմից, բոլոր ռեգիստրների output-ները եթե միացրած լինեն, կնշանակի, որ միանգամից database-ի վրա ոչ թե 42-ը կգրվի, այլ այն արժեքը, որը ենթադրենք ռեգիստրից դուրս կգա։ Սա նշանակում է, որ ռեգիստրի այս output-ները իրականում իրենք պետք է մշտապես լինեն անջատված
Եվ միայն մենք ըստ անհրաժեշտության կարող ենք որոշել, ենթադրենք, թե որ ռեգիստրի output-ն է մեզ համար կարևոր։ Սա հատկապես ծանոթ կլինի այն մարդկանց, ովքեր ասեմբլերական ինստրուկցիաներին ծանոթ են, օրինակ mov eax ebx այս ինստրուկցիան, որը կնշանակում է, որ ebx ռեգիստրի արժեքը պետք է տեղափոխել eax-ի մեջ։ Սա նշանակում է, որ ebx ռեգիստրին, եկեք պայմանական ընդունենք, որ սա մեր ebx-ն է, սա մեր eax-ն է, դա նշանակում է, որ մեր ebx ռեգիստրի համար մենք պետք է output ազդանշանը միացնենք, այսինքն եթե output ազդանշանը միացնենք, դա կնշանակի, այսպես ցույց տամ, դա կնշանակի, որ մեր ռեգիստրի ելակետային արժեքը պայմանականորեն եկեք այստեղ միացնենք դատաբասին, որպեսզի ավելի պարզ լինի։ Սա կնշանակի, որ մեր ուրեմն ռեգիստրի ելակետային ազդանշանը միանգամից գրվում է արդեն դատաբասի վրա եւ այնուհետեւ eax-ի load ազդանշանը կմիացնենք եւ կստացվի, որ դատաբասից արդեն այդ արժեքը համապատասխան ռեգիստրը կկարդա։ Սա նշանակում է, որ ռեգիստրների մուտքերը եւ ելքերը տրամաբանորեն պետք է կառավարել։ Մեր հիմնական խնդիրը ուրեմն ռեգիստր մշակելուց այն էր, մենք ճշտեցինք, որ եթե մենք պարզապես վերցնենք 4 flip-flop-եր եւ միացնենք իրար, ապա դա չի համարվի ռեգիստր, որտեղ այստեղ չկա հստակ ուրեմն սահմանումը, արդյոք մեր ռեգիստրը պետք է նոր արժեքը սեյվանի թե ոչ։ Այս տեսակետից պատկերացրեք, որ մենք կարող ենք մի փոքր ձևափոխություն իրականացնել եւ օրինակ, եթե մենք ուզում ենք մեր ռեգիստրի 1 բիթը մշակել, եկեք դա պայմանականորեն ուրեմն ցույց տանք flip-flop-ի միջոցով, ընդունենք սա մեր d-ն է, ունի data ազդանշան, q ելակետային ազդանշանը եւ clock։ Մեզ համար փաստորեն ստացվում է, որ մենք ունենք ինչ-որ մուտքային ազդանշան, որը օրինակ ես կանվանեմ d0-ն, d0-ի նպատակն է, այսինքն սա մեր 0-րդ բիթն է, որի արժեքը մենք պետք է պահպանենք։ Տրամաբանական է, որ այսպես 4 հատ կամ 8 հատ պետք է վերցնենք, որպեսզի ամբողջական ուրեմն ռեգիստր ստանանք։ Ամեն դեպքում մենք ոչ թե վերցնում ենք d0-ի արժեքը եւ պարզապես պահպանում, այլ մենք պետք է այս ամենը իրականացնենք մեկ ուրիշ ազդանշանից կախված, որը load-ն է։ Այսինքն մենք ֆիքսում ենք, եթե load-ը մեզ մոտ հավասար է 1, նշանակում է մենք վերցնում ենք եւ պահպանում ենք այս նոր արժեքը, d0-ի արժեքը։ Հակառակ դեպքում մենք շարունակում ենք հիշել մեր flip-flop-ի նախորդ, ուրեմն տակտի նախորդ փուլի արժեքը։ Այսինքն եթե ես փորձեմ սա ներկայացնեմ ճշտության աղյուսակի միջոցով, ապա կարող եմ ասել, որ մեր աղյուսակը ունենալու է load, մեր աղյուսակը ունենալու է d0 եւ ընդունենք նախորդ q-ի արժեքը։ Մենք կարող ենք իդեպ նախորդ q-ի արժեքը պարզության համար այսպես նշանակել օրինակ q-ով, yani pref։ Եվ q next-ն էլ կլինի մեր հաջորդ արժեքը։ Եվ այստեղ կարող ենք ասել, որ եթե load-ը 0 է, ապա մեզ համար բացարձակ էական չէ d0-ն, այսինքն թե ինչ արժեք ունի, որովհետև մենք շարունակելու ենք այստեղ մեր q-ի արժեքը հիշել։ Եվ հակառակը, եթե load-ը 1 է, մեզ համար էական չէ q-ի նախորդ արժեքը, որովհետև այս կոնտեքստում, եթե d0-ն 0 է, ապա մենք պահպանելու ենք 0-ն, եթե d0-ն 1 է, ապա մենք պահպանելու ենք ուրեմն 1-ը։ Ստացվում է, որ load-ից է կախված, թե մենք ինչ արժեք ենք ուղարկում մեր ուրեմն flip-flop-ին, այսինքն եթե ավելի բուլյան ֆունկցիայի տարածք գնանք, մենք կարող ենք շատ հեշտ ճշտության աղյուսակից ուրեմն առանձնացնել մեր բուլյան ֆունկցիան։ Այսինքն մենք գիտենք, որ եթե load-ը 0 է, եկեք փորձենք այդ 0-ական արժեքը ներկայացնել իբրև load շտրիխ, մենք վերցնում ենք նախորդ արժեքը, որը կար ուրեմն մեր flip-flop-ում։ Կամ մենք դիտարկում ենք այն case-ը, երբ load-ը 1 է, եւ այս դեպքում մենք վերցնում ենք d0-ի արժեքը։ Այս բանաձևը, ովքեր որ հաշվողական համակարգերի ճարտարապետությանը ծանոթ են, այսինքն համակարգչային ճարտարապետությանը, վստահաբար կնմանեցնեն կամ կմտաբերեն, որ խոսքը վերաբերում է մի շատ հայտնի, ուրեմն բուլյան հարաշվից բանաձևի, որը 2-1 մուլտիպլեքսերի բանաձևն է։ Ինչու 2-1 մուլտիպլեքսեր, որովհետև մենք տեսականորեն երկու արժեքներից ընտրում ենք մեկը, այսինքն մենք պետք է ընտրենք կամ i0-ն կամ i1-ը, եւ այդ ամենը կախված է s-ի արժեքից։ Մասնավորապես, եկեք պատկերացնենք, եթե մեզ մոտ s-ը 0 է։ Եթե s-ը 0 է, պարզ է, որ այստեղ կունենանք 1, այստեղ 0։ Եթե այստեղ 0 է, նշանակում է 0-ն ընդհանրապես մենք ուշադրություն չենք դարձնում եւ տրամաբանական է, որ այստեղ եղավ 1 անգամի 0, այսինքն մենք ընտրեցինք i0-ն։ Ստացվում է, որ մենք այստեղ պետք է ընդհանրապես իրականացնենք 2-1 մուլտիպլեքսեր, այսինքն եթե ես համարեմ, որ փորձեմ նկարեմ մուլտիպլեքսերը մեզ մոտ, այսպես
ապա մեր մուլտիպլեքսերի ազդանշան ուրեմն կմիանա դատային, եկեք այստեղ նշենք, որ 2-1 մուլտիպլեքսերի հետ գործ ունենք, մեր մուլտիպլեքսերի տարբերակներից մեկը կլինի ուրեմն D0-ն, մյուս տարբերակը, ես փորձեմ ցույց տալ, կլինի հենց նախորդ մեր ուրեմն Q-ի արժեքը, այսպես, եւ իհարկե այս load-ը կհանդիսանա մուլտիպլեքսերի համար որպես select line։ Այսինքն, եթե load-ը կլինի 0, ապա տրամաբանորեն մենք կընտրենք այս արժեքը, որը հանդիսանում է նախորդ Q-ի արժեքը։ Եթե load-ը կլինի 1, ապա մենք կընտրենք նոր D0-ի արժեքը։ Եթե դուք ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ մուլտիպլեքսերներին, մենք ունենք կոմբինացիոն շղթաների մասին առանձին դաս, կարող եք դա նայել եւ ավելի པարզ կլինի։ Ստացվում է, որ այստեղ այս շղթայի դեպքում մենք կարողանում ենք տեսականորեն ընտրել երկու հնարավոր տարբերակներից մեկը, այն է հիշել հին արժեքը կամ վերցնել նոր արժեքը եւ այս ամենը մենք կազմակերպում ենք load-ի միջոցով։ Հիմա մենք կփորձենք արդեն circuit verse-ի միջավայրում ամբողջությամբ իրականացնել այս ռեգիստրը, այսինքն ի սկզբանե կսկսենք ենթադրում եմ 4 բիթանոց ռեգիստրի մշակումից եւ այնուհետեւ օգտագործելով այդ 4 բիթանոց ռեգիստրը կփորձենք ստանալ արդեն 8 բիթանոց տարբերակը։ Ուրեմն circuit verse-ի միջավայրում առաջին քայլը որ կանենք, նախ պարզապես կբացենք այստեղ նոր պատուհան եւ այն կանվանենք 4 բիթային register։ Հիշեցնեմ, որ register-ի համար ինչ է մեզ անհրաժեշտ։ Եթե 4 բիթային է, ապա նախ կանվանենք data առաջին մուտքը։ Այն կլինի 4 բիթային, այսինքն կներկայացնի այն արժեքը, որը մենք ցանկանում ենք պահպանել։ Ճշտեցինք նաեւ, որ մեզ անհրաժեշտ է ուրեմն load կոչվող սիգնալը, ազդանշանը։ Եվ եւս մեկը կվերցնենք այստեղ, կանվանենք enable, սա արդեն թույլ կտա մեզ ղեկավարել մեր ուրեմն output-ը, տրամաբանորեն register-ը պետք է ունենա նաեւ ելակետային 4 բիթանոց ազդանշան, դա նույնպես կվերցնեմ, այսինքն միանգամից բոլոր անհրաժեշտ ազդանշանները վերցնում եմ, ուրեմն սա կանվանենք արդեն data out, եւ այստեղ edit layout եթե անեմ, կփորձեմ միանգամից chip-ի տեսքը պատկերել, իդեպ մոռացանք clock-ի մասին, քանի որ մեր register-ը բնականաբար աշխատելու է clock-ի ազդանշանով, այսինքն մենք հետեւյալ ուրեմն ազդանշաններ կունենանք data-ն, load-ը, clock-ը, enable-ը եւ ելակետային data out-ը։ Հիմա եթե edit layout անեմ, ես կփորձեմ մեր register-ի համար նախնական ուրեմն տեսք ապահովել, այսինքն chip-ի տեսքը։ Ինչ կարող ենք այստեղ անել։ Ուրեմն մենք վերնագիրը մեր ուրեմն շղթայի կփորձենք կենտրոնական դիրքում բերել, այստեղ փոքր data out-ը կարող ենք այստեղ store-ին հատվածում բերել, այսինքն ելակետային ազդանշանը հիմնական data-ն կբերենք վերևում, load-ը կլինի մեր ազդանշանը, ենթադրենք enable-ը կարող ենք այս մյուս կողմից բերել եւ clock-ը պարտադիր թող լինի այստեղ, կարող ենք հավասարության համար այստեղ load-ը մոտեցնել այստեղ։ Կարծես թե մենք ունեցանք մի փոքր եթե կարգավորենք, կարծում եմ ավելի հետաքրքիր բան կստացվի։ Սա թող լինի այստեղ որ հավասար լինի։ Սա ուրեմն սա մեր նախնական ռեգիստրի մոդելն է, այսինքն այս main բաժնում ես կարող եմ circuit menu-ից ուրեմն insert sub-circuit անեմ, որպեսզի մենք կարողանանք այսպես փոքրիկ 4 բիթային շղթան որպես այդպեսին տեսնել եւ պատկերացնել, այսինքն մեզ անհրաժեշտ է լինելու load-ի ազդանշանը, այստեղ անհրաժեշտ է լինելու ուրեմն clock-ի ազդանշանը, որպեսզի իրականացնենք ուրեմն տվյալների պահպանումը, կունենանք մուտքային ազդանշան 4 բիթի սահմաններում, ուրեմն սա կլինի մուտքային ազդանշանը, ելքային ազդանշանը կլինի 4 բիթի սահմաններում կրկին եւ այս enable-ը կդնենք որպես էլի ղեկավարող ազդանշան, որպեսզի որոշենք արդյոք մենք ցանկանում ենք ելակետային արդյունքը տեսնել թե ոչ։ Ի սկզբանե թող լինի 0։ Այսինքն մենք հույս ունենք, որ եթե այստեղ ինչ-որ մուտքային արժեք գրենք, ապա load-ի 1 լինելու ժամանակ այդ արժեքը save կլինի հիշողության մեջ, իսկ output-ի, այս enable-ի 1 լինելու ժամանակ մենք կարողանանք կարդանք համապատասխան արժեքը։ Ներկայապային մենք պարզապես ուղղակի մուտքեր ենք դրել ու ոչ մի տրամաբանություն այստեղ չկա, հետեւաբար արդյունքը բնականաբար չի ստացվելու այն ինչ որ մեզ անհրաժեշտ է, բայց հիմա աստիճանաբար կսկսենք ուրեմն հիմնական գործընթացը, այսինքն մշակումը։ Ինչ է մեզ դրա համար անհրաժեշտ, տրամաբանորեն
D flip-flop-էր, այսինքն որոնցից յուրաքանչյուրը 1 բիթային ուրեմն հիշողություն է, այսինքն կփորձեմ սրանք այստեղ տեղակայել։ Սրանք կհանդիսանան ուրեմն մեր 4 բիթերը, այսինքն որտեղ որ ինֆորմացիան պետք է տեղակայվի։ Ուրեմն այս data ազդանշանը, որը ունենք, սա անմիջապես, այսինքն միանգամից այս lar-ով կարող ենք ասել, որ 4 բիթային արժեք է անցնում, ուստի մեզ անհրաժեշտ է օգտագործել ուրեմն splitter։ Splitter-ը մեզ թույլ կտա առանձին բիթերի հետ աշխատել, այսինքն այստեղ ես կնշեմ, որ 4 բիթանոց արժեքի մասին է խոսքը, եւ երբ որ դատարկ ենք թողում այս input-ը, մենք ստանում ենք հենց յուրաքանչյուր բիթի ուրեմն արժեքը։ Այստեղ կփորձենք տեղակայել ինչ-որ հարմար տարբերակով, այստեղ բերենք, սա ուրեմն կլինի մեր բոլոր բիթերը առանձին, այսինքն սա մեր 0-րդ բիթն է, սա առաջինը եւ այլն, հետեւաբար ճիշտ կլինի, որ մենք մտածենք արժեքները միացնելու մասին, բայց ինչպես արդեն ճշտեցինք, մեզ անհրաժեշտ է 2-1 մուլտիպլեքսեր, այսինքն այստեղ decoder բաժնից կարող ենք վերցնել հենց 2-1 մուլտիպլեքսերը, ինչի համար, որովհետեւ մենք պետք է ընտրենք մեր համապատասխան flip-flop-ը ինչ արժեք է պահպանում։ Օրինակ, սա մեր 0-րդ բիթն է։ Այստեղ կարող է լինել տարբերակ առաջին մեր ուրեմն փաստորեն եկեք մի քիչ մոտեցնենք, կարող է լինել այստեղ մեր 0-րդ բիթի արժեքը, օրինակ այս թիվը, կարող է լինել նաև նախորդ փուլից մեր flip-flop-ում պահպանված այս արժեքը։ Ինչպես է որոշվելու, թե այս երկուսից որը կլինի, բնականաբար հենց load-ի, այսինքն load ազդանշանի հաշվին, այսինքն եթե load-ը օրինակ կլինի 0, ապա մենք կընտրենք տրամաբանորեն ուրեմն հին արժեքը պահպանելու ճանապարհը, իսկ եթե load-ը կլինի 1, ապա մենք կվերցնենք նոր արժեքը։ Փորձենք այս նույն տրամաբանությամբ շարժվել առաջ եւ այստեղ ուրեմն նույն process-ը իրականացնենք։ Հիմա կրկին select line-ը կլինի load-ը, ուրեմն սա առաջին բիթի արժեքն է, այսինքն մենք կամ կվերցնենք մեր առաջին բիթի նոր արժեքը կամ հին պահպանված արժեքը, կախված նրանից թե load-ը իրենից ինչ է ներկայացնում։ Ահա։ Նույնը կանենք մեր ուրեմն հաջորդ բիթի համար, այստեղ կմիացնենք, ուրեմն ունենք երկուսը այստեղ։ Ուրեմն կամ կվերցնենք հին արժեքը, կրկին նույն տրամաբանությամբ ենք շարժվում առաջ եւ բնականաբար մեր select line-ը կրկին կհանդիսանա load-ը։ Ուրեմն նույնը կանենք վերջին մեր flip-flop-ի համար, այսինքն այստեղ կվերցնենք այս արժեքը, load-ը բնականաբար հետ կբերենք, որպեսզի կարողանանք փոխանցել։ Այստեղ էլ մենք կամ կվերցնենք ուրեմն ամեն այս երրորդ մեր բիթի արժեքը, այսպես կարող ենք անել, կամ պարզապես մեր Q-ի նախորդ արժեքը պահպանված կդարձնենք ուրեմն նախընտրելի տարբերակը կրկին հիմնվելով load-ի վրա։ Բնական է, որ այս բոլոր flip-flop-երը տրամաբանորեն պետք է ուրեմն clock-ի ազդանշան ունենան, ես փորձեմ դրանք նույնպես ուրեմն միացնել, այսինքն այստեղ բոլորի clock-ին կտամ նույն ազդանշանը։ Եկեք մի փոքր ուրեմն այսպես անեմ, որպեսզի նրանք բոլորը միաժամանակ պահպանեն արժեքը, այսինքն սինխրոն ձևաչափով լինի։ Ահա, կարծես թե մենք 4 բիթային ռեջիստր ունեցանք եւ հետաքրքրական է, որ այստեղ մնաց մեզ output-ի հատվածը, այսինքն output-ի համար ինչ է մեզ անհրաժեշտ, բնականաբար այս 4 ելակետային ազդանշանները կվերցնենք եւ օգտագործելով ուրեմն try state buffer-ները, որպեսզի կարողանանք լրիվ հոսանքից անջատել, իրականացնենք վերջնական ուրեմն արդյունքը։ Այստեղ ես հավանաբար կնախընտրեմ այս 4 բիթերը միացնել իրար կրկին, այսինքն նորից վերցնում ենք splitter, ընտրում ենք 4 բիթերի ուրեմն այս համաչափ աշխումը։ Ու այստեղ կարող ենք մի փոքր իջեցնել ներքև, վերջնական արդյունքը կմիացնենք մեր output-ին տրամաբանորեն եւ օրինակ 0-րդ բիթը ըստ էության մեզ մոտ կգա այստեղ առաջին բիթը, ու ցանկալի կլիներ այստեղ մի քիչ ձևափոխություններ ես կանեմ քիչ հետո, ուրեմն սա կլինի մեր առաջին բիթը։ Այստեղ կարող ենք ասել, որ սա մեր երկրորդ եւ վերջապես վերջում այս մեր երրորդ բիթն է։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ մենք ունենք enable ազդանշան, ես փորձեմ դա տեղակայել այստեղ ներքևում, որը պետք է ըստ էության որոշեր, արդյոք մենք ցանկանում ենք ելակետային ազդանշանը դուրս թողնել, թե հակառակը անջատել հոսանքից։ Սրա համար մենք օգտագործենք այս try state buffer-ը, կփորձենք ուրեմն պարզության համար այն կդարձնենք 4 բիթային, այսինքն 4-ը հատ
բուֆերի իմաստային կստանամ։ Մուտքային ազդանշանը կտանք այստեղ եւ enable-ը պարզապես կմիացնենք այս կենտրոնին։ Եվ սա էլ կդառնա մեր ելակետային ազդանշանը։ Տեսեք իմաստը, որպեսզի հասկանաք, եթե enable-ը 0 է, ապա մենք ելակետային ազդանշան չունենք, այսինքն հոսանքին անհաղորդ է դառնում մեր ուրեմն շղթան։ Այն պահին, երբ որ enable-ը 1 է, նշանակում է, որ մեր արժեքը արդեն դուրս է գալիս սահմաններից եւ տեսականորեն հասանելի կլինի մեր դատաբազի համար։ Հիմա հիմնվելով մեր կառուցած այս շղթայի վրա, քանի որ այստեղ շղթան բարդ տեսք ունի, մենք օգտագործենք այս չիպի տարբերակը եւ կփորձենք հասկանալ արդյոք մեր ռեգիստրը աշխատում է թե ոչ։ Օրինակ, ենթադրենք հենց հիմա մեր դատաբազի վրա գրված է 15 թիվը, այսինքն 4 մեկերը երկուականով։ Եթե ես load-ը դարձնեմ 1, ապա clock-ի ազդանշանի հաշվին բնականաբար մեր ռեգիստրում այս թիվը կպահպանվի։ Հիմա ընդունենք load-ը 0 է, այսինքն մենք նոր արժեք չենք պահպանում։ Տրամաբանորեն ես այստեղ կարող եմ փոփոխություն իրականացնել, սակայն երբ enable-ը ես միացնեմ, կտեսնենք, որ 15-ն է պահպանված մեր ռեգիստրում, այսինքն մենք այստեղ նշված մուտքերի փոփոխության դեպքում որևէ ազդեցություն գլոբալ իմաստով չենք ունենում։ Այսինքն մեր 4 բիթային թիվը ռեգիստրի մեջ պահպանվել է եւ բնականաբար այս մուտքային փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա, քանի դեռ load-ի ազդանշանը չի փոխվել։ Այն ժամանակ, երբ որ load-ը մեզ մոտ կդառնա 1, clock-ի հաջորդ ազդանշանի ժամանակ կտեսնենք, որ այս նոր արժեքը կրկին փոխանցվում է ռեգիստրին։ Այսպիսով մեր ռեգիստրը մեզ հնարավորություն է տալիս ամբողջությամբ կառավարել թե ելքային ազդանշանը, այսինքն մենք կարող ենք որոշել արդյոք ցանկանում ենք ելքում տեսնել այս արժեքը թե ոչ, ինչպես նաև load-ը, որը թույլ է տալիս հասկանալ արդյոք մենք կարդում ենք այս նոր արժեքը, թե պարզապես շարունակում ենք հիշել նախապես պահպանվածը։ Այս իմաստով, քանի որ մենք արդեն ունենք 4 բիթային ռեգիստր, ես կարծում եմ մենք կարող ենք ստանալ նաև 8 բիթային ռեգիստր։ Դրա համար ես նոր edge եմ բացում եւ այն անվանում եմ 8 բիթային register եւ ինչ է պետք 8 բիթային register ստանալու համար։ Տրամաբանորեն 2 հատ 4 բիթային register, այսինքն կվերցնենք մեկը սա, մյուսը կլինի սա մեզ համար։ Մի փոքր էս կողմ բերենք, որպեսզի ստացվի եւ մեզ անհրաժեշտ է արդեն մուտքային տվյալ, որը կլինի 8 բիթային։ Ես փորձեմ այստեղ վերցնեմ 8 բիթային ազդանշան, սրանք անվանենք data in, այսինքն մուտքային ազդանշանը։ Տրամաբանորեն մենք պետք է այն բաժանենք 2 հատ 4 մասերի, որպեսզի կարողանանք ստանալ, այսինքն կօգտագործենք splitter-ը։ Նախ կնշենք 8, այնուհետև 4, 4, կնշանակի, որ այդ 8-ը մենք բաժանում ենք 2 հատ 4 մասերի։ Եվ այստեղ մենք կարող ենք ելակետային ուրեմն միացնել եւ օրինակ 0-ից 3-ը կհանդիսանա մեզ համար օրինակ այս data-ի ազդանշանը, իսկ արդեն 4-ից 7 բիթերը կհանդիսանան սրանք։ Մնացած ազդանշանները պետք է ընդհանրական լինեն, այսինքն օրինակ մեզ ինչ է պետք clock, load եւ իհարկե enable, ես enable-ը հարմարությունից տրտված այստեղ կդնեմ։ Ուրեմն սա կանվանենք enable, խոսքը output-ին է վերաբերում եւ կմիացնենք ուրեմն սրան։ Այստեղ ուրեմն clock-ի համար եկեք անվանենք սա clock, մյուսին անվանենք load։ Ուրեմն clock-ի ազդանշանը այստեղ կմիացնենք սրան։ Սա այստեղ, իսկ load-ի ազդանշանները նույնպես ուրեմն կփորձենք այստեղ հարմարացնել, մի փոքր կարծես թե լավ չստացվեց այս հատվածը, բայց ամեն դեպքում load-ի ազդանշանները նույնպես կմիացնենք եւ մեզ կմնա վերջապես ուղղակի այս data out-երը, այսինքն միացնել իրար եւ մշակել մեկ ընդհանուր ուրեմն կազմում։ Այսինքն սա մեզ համար օրինակ հանդիսանում է 0-ից 3 բիթերը, ես կրկին պետք է splitter վերցնեմ, որը 8 բիթը 4-4-ի մեջ կբաժանի։ Այստեղ կարող ենք ասել, որ սա մեր ուրեմն 0-ից 3 բիթերն են, սա 4-ից 7 բիթերն են, այստեղ անենք, եւ այս վերջնական արդեն 8 բիթը կարող ենք միացնել այստեղ։ Եվ տեսականորեն մենք արդեն կարող ենք համարել, որ հատկապես եթե enable-ը միացնենք, այստեղ կարող ենք համարել, որ 8 բիթային արժեքը կստանանք։ Այսինքն այստեղ մենք արդեն կարող ենք վստահաբար ասել, որ մշակեցինք 8 բիթային ռեգիստրը օգտագործելով 2-4 բիթային ռեգիստրներ։ Տրամաբանական է, որ այս 8 բիթայիններն էլ օգտագործելով կարող ենք մշակել 16, 32 եւ այսպես շարունակ, այսինքն ավելի մեծ ռեգիստր կարող ենք ստանալ։ Եկեք սրա չիպային տեսքն էլ կարգավորենք, այսինքն վերցնենք
8 բիթային ռեգիստրը, փորձենք կենտրոնավորել մեր ազդանշանը։ Ուրեմն data-ն թող լինի մեզ մոտ օրինակ վերևում, data out-ը, որին մոռացել ենք անուն տանք, թող լինի այստեղ։ Այն enable-ը կարող ենք բերել այս կողմից ըստ անհրաժեշտության, կամ կարող ենք հենց load-ի հետ դնել մեկ ընդհանուր տեղ, եք clock-ը բարձրացնենք այստեղ վերև, enable-ը եւ load-ը թող լինեն այս դիրքերում։ Ուրեմն load-ը կլինի մեզ համար կարդալու ռեժիմի պատասխանատուն, իսկ enable-ը արդեն գրելու, այսինքն երբ որ պատասխան ազդանշանը մենք գրում ենք։ Այստեղ ճիշտ կլինի, որ մենք ելակետային մեր ազդանշային անուն տանք, օրինակ ցանկալի է data out անվանենք, որպեսզի մեր վերջնական շղթան ինքը լինի շատ ավելի այսպես ընթեռնելի, ըմբռնելի եւ այլն։ Եվ այժմ կարող ենք օգտվել մեր շղթայից, այսինքն եթե ես գամ արդեն main բաժինը մեր, այստեղ փորձեմ եղածից ազատվել, կարող ենք վերցնել սովորական 8 բիթային մեր ռեգիստրը եւ համոզվել, որ այն նույն ձևով աշխատում է։ Մեզ ուրեմն անհրաժեշտ կլինի load-ի ազդանշանը, մեզ անհրաժեշտ կլինի enable-ի ազդանշանը, որից կօգտվենք, բնականաբար clock-ը, 8 բիթային արժեքը, որը որ database-ից ըստ էության պետք է կարդանք եւ save անենք։ Ուրեմն սա թող լինի 8 բիթային արժեք, մի փոքր էս կողմ բերենք, որ ստացվի։ Ուրեմն այսպես կանենք։ Եվ իհարկե data out, այսինքն մեր ելակետային ազդանշանը նույնպես կլինի 8 բիթային։ Այստեղ մեծացնենք։ Այժմ փորձենք ինչ-որ մի արժեք, օրինակ հետևյալ երկուական թիվը, եթե ցանկանում ենք պահել load-ը միացնում ենք, ենթադրում եմ սա արդեն պահպանվեց եւ output-ի տեսակետից enable-ն ենք միացնում եւ հիմա որքան էլ մենք այս մուտքային ազդանշանը փոխենք, ապա մեր ռեգիստրը միևնույնն է չի կարդում, այսինքն այդ փոփոխությունները չի տեսնում, որովհետեւ եթե load-ը 0 է, նշանակում է մենք հիշում ենք այն արժեքը, որը նախապես պահպանվել էր։ Որպեսզի մի փոքր մոտեցնենք իրական CPU-ի այսպես նախագծման տրամաբանությանը, ես առաջարկում եմ մի քանի ռեգիստրներ վերցնենք, որոնք կանվանենք սա register array, նրան վերցնենք մի քանի այդպիսի ռեգիստրներ, օրինակ հենց 8 բիթային ռեգիստր, եկեք սրան անվանենք օրինակ A-տառով, ընդունենք, որ սա մեր A ռեգիստրն է, վերցնենք նաև 4 այսպիսի ռեգիստրներ, ուրեմն սա կլինի pen, cen եւ den, անունները փոխենք տրամաբանորեն, c, այստեղ կլինի pen, այսինքն ունենք 4 ռեգիստր, տրամաբանորեն մենք ճշտել ենք, որ այս բոլոր ռեգիստրները պետք է միացված լինեն մեկ ընդհանուր ուրեմն database-ի, քանի որ circuit-verse-ը առանձին database-ի հնարավորություն չի տալիս, մենք նոր ուրեմն edge ենք բացում, ընտրում ենք database, ինչը մեզ անհրաժեշտ, ընդհանրապես վերցնում ենք 8 բիթային մուտքային ազդանշան, որին անվանում ենք օրինակ in, եւ այս մուտքային ազդանշանը ընդհանրապես կապում ենք ելքային 8 բիթանոց ազդանշանին, կրկին 8 ուրեմն եւ անում դնում ենք out։ Սա մեզ համար, այսպես ասած, database-ի դեր է տանում, այսինքն ունի թե մուտք, թե ելք, բնականաբար սա fake, այսինքն ոչ իրական մոտեցում է, բայց circuit-verse-ի տարածքում նորմալ աշխատող տարբերակ է։ Այսինքն այստեղ մենք վերցնում ենք մեր ուրեմն database-ը նաև եւ համարում ենք, որ մեր database-ի ելակետային ազդանշանը պետք է ուրեմն միացված լինի մեր բոլոր ռեգիստրների մուտքերին, այսինքն յուրաքանչյուր ռեգիստր ցանկացած պահի կարող է կարդալ մեր ուրեմն database-ի արժեքը, ինչ որ մենք ունենք այստեղ ուրեմն մոտենում ենք Եվ ինչն է հետաքրքիր, որ այս մեր data out-երը, այսինքն մեր ռեգիստրների կողմից արդեն ելքագրվող ազդանշանները նույնպես պետք է վերադարձնել database-ին, այսինքն այս փորձեմ փոքր այստեղ մեծացնել, օրինակ սա նույնպես կմիանա database-ին, սա նույնպես եւ իհարկե այստեղ մենք պետք է փորձենք մոտեցնել այս ազդանշանը եւ հավանաբար միացնել database-ին, բայց որպեսզի ավելի հետաքրքիր լինի, ես որպեսզի կարողանանք մենք ինքներս մանուալ database-ի վրա արժեք տնենք, ես առաջարկում եմ այստեղ էլ օգտագործենք ուրեմն multiplexer, բայց այս multiplexer-ը կլինի արդեն 8 բիթանոց։
Եվ այս 8 բիթանոց մուլտիպլեքսերի տարբերակներից մեկը կլինի ուրեմն կարդալ դատաբասից, իսկ մյուս տարբերակը կլինի մանուալ, եթե մենք ինքներս ուղղակի ինչ-որ արժեք ենք ցանկանում տեղակայել դատաբասում, կփորձենք դրանից օգտվել։ Օրինակ, այսպես տնենք։ Եվ ելակետային ազդանշանը տրամաբանորեն կմիանա մեր դատաբասին, մեզ մի հատ էլ control input է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք ղեկավարենք, թե ինչ ենք ուզում։ Այսինքն, եթե մենք այստեղ տնենք 0, ապա դատաբասի վրա կհայտնվի այն արժեքը, որը մենք այստեղից մանուալ կմուտքագրենք։ Եթե կտնենք 1, ապա մենք ռեգիստրների output-ներից ստացած ազդանշանը կվերցնենք։ Այստեղ մեզ մի հատ clock-ի անհրաժեշտ, որպեսզի մեր բոլոր ռեգիստրները, եկեք այս տարբերակով փորձենք, կարողանան ուրեմն օգտվել այս ազդանշաններից, փորձենք միացնել բոլորը, որպեսզի բոլոր ռեգիստրներն կարողանանք save անել ինչ-որ արժեքներ։ Եվ մնում է load-ի եւ enable-ի պահը, քանի որ մենք ունենք 4 register, տրամաբանական է, որ մենք դրանցից այսպես ոչ բոլորն ենք միաժամանակ միացնելու, այսինքն որևէ մեկը միացնելու ենք load ռեժիմը, որպեսզի կարդա դատաբասի արժեքը, մեկ այլ register-ի համար կարող ենք enable-ը միացնել, որպեսզի դրա output-ը տեսնենք եւ այլն, ապա մեզ համար անհրաժեշտ կլինի երևի թե 2-4 decoder օգտագործել, որը թույլ կտա ընտրել թե այս 4 register-ներից հատկապես որն ենք ցանկանում, որ load ռեժիմում հայտնվի։ Ուրեմն ինչ է մեզ դրա համար անհրաժեշտ։ Ես առաջարկում եմ այստեղ առանձին ուրեմն ստեղծել 2-4 decoder շղթան, սա սովորական կոմբինացիոն շղթա է։ Մենք նորից ասեմ, որ մենք կոմբինացիոն շղթաների մասին առանձին վիդեո դաս ունենք, կարող եք մանրամասն նայել։ Եվ այստեղ կվերցնենք ուրեմն այս decoder-ը, կնշենք, որ այն 2-ը 4-ի է, այսինքն դա նշանակում է, որ այստեղ մենք կունենանք 2 բիթային control signal-ը եւ բնականաբար կունենանք այս 4 output-ները։ Ես հիշեցնեմ, որ decoder-ի 2-4 decoder-ի դեպքում մուտքերից միայն մեկն է ակտիվ։ Օրինակ, եթե 0-0 է, ապա մենք ելքում ունենք առաջին ակտիվ ազդանշանը։ Եթե դարձնեմ 0-1, ապա երկրորդ ազդանշանն է ակտիվ, 1-1-ի դեպքում վերջինը եւ 1-0-ի դեպքում հենց երրորդ կամ տվյալ դեպքում երկրորդ ազդանշանը։ Բայց մենք չենք վերցնի պարզապես այս decoder-ը եւ ելքերում մշտապես ակտիվ ունենք, մենք թույլ կտանք enable input ունենանք, այսինքն եկեք եւս մեկ input վերցնեմ, եկեք սա անվանենք ուրեմն control, այսինքն սա որոշում է թե որ ազդանշանն է ակտիվ լինելու։ Եվս մեկ ուրեմն register կվերցնենք եւ կանվանենք enable, սա մեզ թույլ կտա որպեսզի ընտրենք թե արդյոք ցանկանում ենք ելակետային ազդանշան ունենալ թե ոչ, եւ որպեսզի այս խնդիրը շատ հեշտ լուծենք, ընդհանրապես կվերցնենք մեր try buffer-ները, այսինքն այստեղ փորձեմ իջեցնել, օրինակ մեր առաջի ազդանշանը սա կլինի, մի փոքր այսպես անեմ, երկրորդ ազդանշանը կփորձենք այսպես անել, ահա, երրորդը կարելի է մի փոքր այսպես տեղավորելուց ելնելով, այսպես ընդլայնել, երրորդ ազդանշանը կլինի սա, եւ չորրորդ ազդանշանը կլինի սա։ Ինչն է մեզ համար կարևոր, որ այս enable-ները բոլորին մենք փոխանցենք, այսինքն յուրաքանչյուրը կարողանա ըստ էության ակտիվացնել կամ պասիվացնել ազդանշանը։ Եվ բնականաբար մեզ պետք են ելքերը, այսինքն մենք կարող ենք բոլորի համար ուրեմն ելակետային ազդանշանները ակտիվացնել։ Դա մասնավորապես նշանակում է, որ մենք այստեղ կունենանք օրինակ սա մեր an է, սա կլինի մեր ben, ուրեմն այստեղ կվերցնենք նաև c-ն, ազդանշան եւ den։ Սա կնշանակի, որ նշված ազդանշաններից միայն մեկն է ակտիվ լինելու եւ մենք enable-ի միջոցով որոշելու ենք թե կոնկրետ որը։ Այստեղ առաջարկում եմ, որ ուրեմն մեր decoder-ը մի փոքր ուրեմն տեսքի բերենք, այսինքն սրանք կլինեն համապատասխան ելակետային ազդանշանները։ Եվ իհարկե enable-ը եւ control-ը, որ կօգնեն մեզ բուն ուրեմն շղթան իրականացնել, ղեկավարել, ակտիվացնել եւ այլն։ Սա ուրեմն փորձենք save անել եւ կիրառելու համար մեր register array-ի կազմում ուրեմն կվերցնենք եւ այստեղ կինտեգրենք մեր 2-4 decoder-ը։ 2-4 decoder-ից սրան ուրեմն եկեք հատուկ անուն տանք load enable, այսինքն մեր այս register-ը, մեր այս ուրեմն decoder-ը ըստ էության թույլ կտա որոշել թե նշված ուրեմն մեր
ռեջիստրներից որ մեկի համար է պետք կարդալու ռեժիմը միացնել։ Մասնավորապես այս A-մուտքը կարող ենք կապել սրա load-ին, B-ն կարող ենք կապել սրա load-ին, C-ի հետ կապված իրականացնենք հետևյալ միացումը եւ մնաց այստեղ D-ն, D-ի համար նույնպես ուրեմն իրականացնենք load-ին միացում։ Բայց մեզ ինչ է անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է, որ այս դեկոդերը ունենա մուտքային ուրեմն ազդանշան, որով կարող ենք ղեկավարել այն ակտիվ է թե пассив, եւ իհարկե մեր control-ը 2 բիթանոց, որը թույլ կտա ընտրել։ Պատկերացրեք, եթե ես օրինակ 00 եմ գրել, նշանակում է մեր A register-ի համար load-ին պետք է ուղարկվի ակտիվ ազդանշան, մեզ մնում է միայն միացնել։ Տեսեք, երբ մենք միացնում ենք, 3 ռեգիստրներին ուղարկվում է passive ազդանշան, իսկ առաջի register-ի load-ին ուղարկվում է ակտիվ ազդանշան։ Տրամաբանական է, որ մեզ եւս մեկ այսպիսի դեկոդեր է անհրաժեշտ, ճիշտ է մեր շղթան մի փոքր կբարթանա, բայց եւս մեկը մեզ անհրաժեշտ է ուրեմն output-ի enable-ի համար, այսինքն ես փորձեմ եւս մեկը տեղադրել 2-4 դեկոդեր, բնականաբար այս մեկին արդեն կանվանենք output enable։ Ու նույն տրամաբանությամբ է, այսինքն մենք կարող ենք օգտագործել հատուկ ազդանշան, որպեսզի ուրեմն որոշենք այն ակտիվ է թե ոչ, 2 բիթային ազդանշան կվերցնենք, որպեսզի ընտրենք թե որ մեկն է եւ փորձենք օրինակ A-ից եկած արժեքը, ես փորձեմ այն պետք է միացնել, ուրեմն մեր A register-ի enable-ին, ես փորձենք ճիշտ տեղը տանել։ B-ի դեպքում ուրեմն այդ նույն ազդանշանը պետք է զգուշորեն տանենք, որպեսզի միախառնում տեղի չունենա։ Կմիացնենք մեր մյուս register-ի enable-ին։ C-ի դեպքում մեր ազդանշանը շատ հանգիստ այստեղ կբերենք եւ կարծես թե վրիպակ ստացվեց, փորձենք նենց տանել, որ մեկը մեկի վրայով չանցնի։ Ուրեմն սա կմիացնենք C-ին եւ իհարկե D-ի համար ազդանշանը արդեն կմիացնենք D-ին։ Եվ այստեղ էլ մենք տեսականորեն կարող ենք օրինակ ընտրել 1-1 եւ եթե օրինակ այստեղ 1 եմ տալիս, ապա մեր data-ին, այսինքն ուղարկվում է համապատասխան ազդանշան։ Ես ենթադրում եմ, որ ինչ որ մի քանի որ այստեղ error ենք ստանում, փորձենք մի հատ հասկանալ ինչն է պատճառը, հավանաբար ինչ որ մի բանի վրայով է անցնում, այսինքն ինչ որ միտեղ, այստեղ օրինակ ինչ որ վրիպակ նկատեցի, փորձեմ կարգավորել, ուրեմն մեր data out-ը ըստ էության պետք է միանար data bus-ին, ես փորձեմ դա բերել եւ միացնել մեր data bus-ին այստեղ, կամ ինչ որ բան ուղղակի սխալ է գնացած, փորձեմ ուրեմն վերադարձնել հետ, որպեսզի կարողանամ այս իրավիճակը ղեկավարել։ Օրինակ սա առհասարակ կարող ենք անել։ Ուրեմն տեսնենք արդյոք մենք կարծես թե այդ խնդիրը չունենք։ Հիմա տեսեք, մեր register-ի data out-ը ըստ էության պետք է միանա data bus-ին։ Սա մեզ մոտ հանդիսանում է ինչ որ enable ազդանշան, ես ակի ջնջեմ, հիմա կփորձեմ ավելի ուշադիր տանել, որպեսզի այդ խնդիրը չունենանք։ Դուք որ այս վիդեոն դիտում եք, հավանաբար նկատել եք, թե ինչներ սխալ գնաց, ամեն դեպքում փորձենք նորից, բայց մի փոքր ավելի ուշադրությամբ, որպեսզի խնդիրներից խուսափենք։ Ուրեմն սա մեր դեկոդերն է։ Այստեղ կունենանք ուրեմն մուտքային ազդանշանը, սա միացնելու եւ անջատելու համար ազդանշանը։ Հիմա փորձենք շատ զգուշորեն այս տանել հասնել դեպի A register-ին։ Ուրեմն առաջինը այստեղ կարծես թե դեռ չունեցանք հատում եւ միացնում ենք պարզապես այս enable-ին։ Կարծես թե առաջինը ամեն ինչ կարգին էր։ B-ի համար նույն ճանապարհով կփորձենք գնալ զգուշորեն եւ կփորձենք միացնել այս enable-ին, կարծես թե ամեն ինչ կարգին է։ C-ի համար մի փոքր էլի զգուշորեն փորձենք այստեղ միացնել եւ D-ի համար մեր ազդանշանը կլինի սա։ Եվ կարծես թե հիմա ոչ մի խնդիր չունենք, ոչ մի error չի առաջանում, ամեն ինչ կարգին է։ Այսինքն մենք կարող ենք որոշել, թե որ ազդանշանից ենք կարդում եւ որ ազդանշանից ենք եւ որ ազդանշանի միջոցով ենք հուշում, որ պետք է օրինակ ենթադրենք գրել։ Որպեսզի ավելի պարզ լինի, ես առաջարկում եմ բոլոր այս մեր ռեգիստրների համար իրենց ելակետային ազդանշանները այսպես առանձնացնել եւ ունենալ հատուկ ցուցադրման հնարավորություն։ Այսինքն պատկերացրեք, եթե յուրաքանչյուրի համար այսպես 8 բիթային output վերցնեմ, որը թույլ կտա ավելի պարզեցնել իրավիճակը, սա կլինի 1, այստեղ կփորձեմ copy անել եւս մեկը,
Սա եւս մեկն է, այստեղ նաեւ սրա համար կդնեմ, որովհետեւ կարողանանք առանձին ռեգիստրից կախված դիտարկել եւ առաջարկում եմ նաեւ մեր database-ի համար այսպեսի output հատուկ ունենանք եւ սրա համար էլ այսպես դիտարկենք, որովհետեւ մեզ համար մաքսիմում պարզ լինի թե ինչ է կատարվում։ Հիմա փորձենք տեսնել, օրինակ, եթե ես այստեղ դնեմ 0 մեր multiplexer-ի համար, դա կնշանակի, որ մեր database-ը կկարդա այն արժեքը, որը ես այստեղ մանուալ կմուտքագրեմ։ Իսկ ես այստեղ ցանկանում եմ օրինակ մուտքագրել 11001 կամ եկեք այսպես 11011 այս արժեքը վերցնենք։ Տրամաբանական է, որ քանի որ այստեղ 0 է, ապա այս արժեքը ներկայային գտնվում է մեր database-ի վրա, ինչու կարող ենք համոզվել։ Եթե ես այստեղ դնում եմ 1, ապա database-ի վրա իհարկե շարունակում է մնալ նախորդ արժեքը, որովհետև 1-ի դեպքում նշանակում է, որ մենք սպասում ենք register-ներից output, բայց register-ների բոլոր output-ները անջատված են շնորհիվ մեր decoder-ի այս ուրեմն 0-ի։ Հիմա մեզ մոտ այստեղ, եթե ես 0-ից 1 եմ դարձնում, ինչ է դա նշանակում, որ մեր R register-ի համար մենք ուղարկում ենք load ազդանշան, նշանակում է վերջինս database-ում գտնվող այս արժեքը կարդում է եւ պահպանում է register-ում։ Այսինքն, եթե ես հիմա կամ այստեղ եւ 0 դարձնեմ, այսինքն կնշանակի, որ այլևս այս առաջին register-ը պատրաստ չէ նոր արժեք ընդունել, բայց ենթադրում եմ այս հին արժեքը պետք է որ պահպանված լինի, դրա համար մենք ինչ ենք անում, գալիս ենք եւ օգտագործում ենք այս մեր ուրեմն output-ի համար նախատեսված register-ը եւ 1 ենք դնում։ Սա նշանակում է, որ 00, այսինքն R register-ի համար մենք միացնում ենք output-ի ազդանշանը եւ այստեղ տեսնում ենք, որ այս արժեքը պահպանվել է։ Հիմա եկեք մեկ այլ արժեք փորձենք B register-ի մեջ գրել, այսինքն ինչ է դա նշանակում, output-ը անջատում ենք, որպեսզի օրինակ B register-ում ինչ-որ արժեք պահենք։ Նախ առաջարկում եմ այդ արժեքը մանուալ database-ի վրա գրենք, օրինակ ես ենթադրենք այս արժեքն ենք ուզում պահենք, սա database-ի վրա գրվեց, հիմա կրկին վերադառնում ենք in ռեժիմին եւ եթե B-ում ենք ուզում գրենք, ապա ընտրում ենք 0.1, արդյունքում B register-ին load ազդանշանը կակտիվանա, ընդհանրապես մեզ պետք է enable անենք։ Սա նշանակում է, որ B-ի մեջ պահպանվեց այս նոր արժեքը։ Եվ հիմա պատկերացրեք, եթե մենք այստեղ 00-ին 1 ենք տալիս, դա նշանակում է, որ մենք ըստ էության կարող ենք տեսնել, որ I register-ում այս արժեքն է պահպանված, իսկ հիմա եթե մենք գալիս ենք եւ մեր օրինակ 0.1-ի համար ենք փորձում նայել, մենք տեսնում ենք, որ B-ի մեջ պահպանված է այն հին արժեքը, որը մենք ունենք։ Այն որ մյուսներում նույն արժեքն է երևում, սա նրանից է, որ ընդհանուր մեկ database ունենք, բայց ընդհանուր տրամաբանությամբ կարող ենք ասել, որ մենք կարողացանք առանձին ուրեմն register-ներում պահել արժեք կարդալով այն նույն database-ից։ Այսինքն օգտագործելով այս երկու decoder-ները մենք ըստ էության կարողացանք որոշել, թե հատկապես որ register-ի մեջ ենք ցանկանում գրել կամ որ register-ից ենք ցանկանում կարդալ անհրաժեշտ արժեքը։